նախատեսվում համաձայնագրի ստորագրումը եւ որտեղ։ Դե գիտեք, այս մասին տասնյակ անգամներ ենք խոսել, չկա ֆիքսված ամսաթիվ եւ առավել եւս տեղել չկա։ Մենք հայտնել ենք, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել հենց այս պահին ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ եւ երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը։ Իհարկե գաղտնիք չգիտենք նաեւ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված։ Մենք այդ պայմանը չենք ընդունում, դա մեր բանակցային իրենք պարզ է խոսում ենք այդ մասին, բայց այդ այսինքն իրենք հայտնում են այդ մասին եւ հրապարակային եւ հանդիպումների ընթացքում մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում եւ այդ պայմանը չենք ընդունում եւ հուսով եմ, որ առաջիկան process-ները այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը եւս կանենք, ստորագրումը եւ նաեւ հետագայում վավերացում, բայց նաեւ ուզում եմ չհանգեցնենք միայն դրան, էլի, այսինքն բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կան աշխատանքի, սկսած սահմանազատումից, վերջացած հումանիտար հարցերով, գերիներով, որտեղ դիվանագիտական հարթակներում, չգիտեմ, միմյանց հակամարտ տրամաբանությունից դուրս գալով, այսինքն աշխատանք շատ կա նաեւ անկախ բուն ստորագրումից, բայց մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասեմ, մենք միշտապես շեշտ ենք դրել, կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը, նաեւ այն ընկալումով, թե ակնհայտորեն դա կարևոր է, հա, եւ նաեւ այն ընկալումով, որ դրանով հաստատվելու է խաղաղություն։ Հիմա այն պայմաններում եւ այն հնչեղությամբ, որտեղ ունեցավ նախաստորագրումը եւ ուղեկցելով նաեւ հռչակագրով, որը երկրների առաջնորդները ստորագրեցին, եւ նաեւ ասին գրեթե բոլոր պետությունների, մոլորակի բոլոր պետությունների միջազգային կառույցների կողմից ողջունելը եւ նաեւ հենց երկրների ղեկավարների կողմից այդ պահին, այդ ստորագրումից հետո մեդիայի հետ շփման ընթացքում եւ հետո էլ մինչ օրս հնչող հայտարարությունները անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է, անընդհատ նորից երկրների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը պահել եւ զարգացնել խաղաղությունը եւ այս առումով այն կարևոր հանգրվանը, որ մենք ուզում ենք խաղաղություն հաստատում ստորագրությամբ, հա, տեղի ունեցել նախ ստորագրությամբ, բայց նաև մնացած ամեն ինչով, որ արդեն նկարագրեցի, եւ գուցե մի քիչ էլ չափազանցություն լինի, բայց օրինակ կարծիք կա, որ սրա ֆոնին եւ սրա պայմաններում այդ ստորագրումը միգուցե նաև արդեն գործընթացի ավելի շատ տեխնիկական շարունակություն է եւ ինստիտուցիոնալացում է իհարկե։